բազմաթիվ հարցերի արձագանքել եք, սակայն Դավիթ Ղազենյանի կողմից բարձրացված մի հարց, որ ըստ որի իր տեղեկություններով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են Թուրքիա, այս մասին արձագանք չկար, արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, եւ եթե այց եղել է, ինչու հիմա։ Սա կապված է այս պրոցեսների հետ։ Շնորհակալություն, այդ հարցին ես մինչև հիմա չէի արձագանքում, քանի որ իմ պաշտոնը ապաքաղաքական պաշտոն է եւ պաշտոնի անձնագրով նիստերի վարման կարգով անջատեք, խանգարում եք, 3 օր խանգարում եք, ժողովուրդ ջան, բանը, նիստերի վարման կարգով ես իրավունք չունեի որոշումից առաջ կարծիք դիրքորոշում հայտնելու, որպեսզի դա չդառնար միջնորդության հիմք, բացարկի եւ այլն, հետեւաբար հիմա արդեն քանի որ որոշումը կա, ես ազատ եմ դիրքորոշում հայտնելու մեջ, կփորձեմ նաեւ իմ դիրքորոշման մեջ քաղաքական դիրքորոշում չհայտնել, իսկ ինչ է եղել իրականում հետեւյալի մասին է խոսքը, այո, հանձնաժողովի 3 անդամ, հանձնաժողովի 1 անդամ Սերգեյ Աղինյանը եւ 2 անդամներ Դավիթ Մուրադյանը եւ մյուս անդամը Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբեր ամսին հետեւյալ օրակարգով եւ հետեւյալ թեմայով Հայաստանի Հանրապետությունը 99 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաև հիմնադիր անդամ 99 թվականից այս ասոցիացիան ստեղծվել է 1999 թվականին եւ Հայաստանը ստեղծման օրվանից հանդիսանում է այդ ասոցիացիայի հիմնադիր անդամ ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ եւ ի ուրախություն մեզ, երևի դա մեր թերությունն է, որ մեր լրատվականով, կայքերով այդ մասին չթմկահարեցինք, այս տարի Օմանում, մայիս ամսին էր, եթե չեմ սխալվում, իմ գլխավորությամբ եւս պատվիրակությունը այդ ասոցիացիայի աշխատաժողովներին մասնակցել է Օմանում եւ հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ընտրվել է այդ ասոցիացիայի նախագահության անդամ 3 տարով Ասոցիացիայի աշխատանքային ռեժիմը այսպիսին է տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրում եւ այդ աշխատաժողովների օրերի ընթացքում այդ 47 երկրների պատվիրակները ներկայացուցիչները քննարկում են էներգետիկայի վերաբերվող բազմաթիվ հարցեր օրակարգային են մեր այս ժամանակաշրջանում հատկապես վերականգնող արևային էներգետիկայի հետ արկա խնդիրները որոնք ոչ միայն մենք ունենք մեր երկրում, իմիջայլոց այդպիսի խնդիրներ ունեն գրեթե բոլոր երկրները, որոնք որ սկսել են արևային էներգետիկա ներդնել իրենց երկրում եւ հետեւաբար տարատեսակ խնդիրների կամ նոր հանգամանքների առաջ են կանգնում։ Ինչպես նաեւ շուկայի ազատականացման վերաբերյալ օրակարգային խնդիրներ ունենք, հիմնականում վերջի այցելության ժամանակ Թուրքիայում այս խնդիրներն են շոշափվել եւ հետեւաբար խոսել այդ մասին, իլուր աշխարհի հայտարարել ազգաբնակչությանը, որ այ տեսեք, ինչպես ձեր նշված անձնավորություններ իր խոսքում նշել, ես մամուլից եմ տեղեկացել, որ այ տեսեք գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի գան հեծը վաճառեն թուրքերին, դա կներեք առնվազն նման է Գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։ Օգտվելով այսօրվա ընձեռած հնարավորությունից ես խոսքս ուղղում եմ առաջին հերթին բոլոր այն մարդկանց, բոլոր այն քաղաքացիներին, որոնք նեղ մասնագետներ չեն, ոլորտի ներկայացուցիչներ չեն, ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր սոցիալական կարգավիճակ, տարբեր ինֆորմացիայի աղբյուրներ եւ կարող են շատ հեշտությամբ մոլորության մեջ ընկնել նման հայտարարություններից հետո։ Նման բան պարզապես չկա։ Շնորհակալություն։